2023 թվականին նախապատրաստվել, իսկ մինչև 2027 թվականը մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ապահովագրել։ Համակարգի մեգաձեռնարկներ առողջապահական համընդհանուր ապահովագրությունը, որ այդպես էլ իրականություն չի դառնում, դոփում է տեղում, իշտեղն այդպես էլ չգտնելով օրացույցում։ 2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում։ Համակարգը նախանշած ժամկետներից ավելի ուշ գործարկելու հերթական այս հայտարարությունը մեր երկրի առողջապահության գլխավոր պատասխանատու Ավանեսյանն արեց նախորդ 2024-ի տարեսկզբին, հետո հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ, սեպտեմբերն էլ, հոկտեմբերն էլ գրեթե ավարտվում էր, խորհրդարանում 2025-ի բյուջեի նախնական քննարկումները սկսվեցին։ Պարզվեց ինչ 2024, 2025-ին էլ ապահովագրության հույս պետք չէ ունենալ, փող չկա։ Առողջապահության ապահովագրության հետ կապված ծախսերը ներգրաված չեն 25 թվականի բյուջեում։ Միջոցներ պլանավորված չեն դրա համար։ Որևէ հատվածի համար բնակչության։ Չէ։ Այսինքն ուժի մեջ չի մտնի 25-ին, եթե պլանավորված չեն։ Կարծում եմ, որ ոչ։ Հիմա դարձյալ Ավանեսյանի դիտարկումներից չկիսես տեսակետը, թե գումար չունենք։ Ֆինանսների նախարարության գործընկերների հետ հիմա քննարկում ենք, կկարողանանք արդյոք 2025 թվականի մեր բյուջետային հնարավորությունների մեջ մեկնարկել, թե դա հնարավոր կլինի սկսել 26 թվականից։ Ֆինանսների նախարարության փող չկա դիտարկման հետ այնքան էլ համակարծիք չենք եւ աշխատում ենք, որ ոչ միայն փող լինի, այլև լինի առողջապահության համար։ Գրիգորյան օրացույցով առաջնորդվողների համար հիմա 2025 թվականի 6-րդ ամսվա վերջն է։ Ըստ էության կամ իսկապես փող չկար ու դրամաբանորեն այն չգտնվեց, կամ էլ մեր առողջապահական համակարգը ընդհանրապես պատրաստ չի ապահովագրության ծանրությունն իր վրա վերցնել։ Այս երկրորդ տարբերակը ոլորտի փորձագետներն են առաջ բերում, կասկած հայտնելով, որ գործադիրն իր այսօրվա վարքով ընդամենը օրակարգից է շեղում մեզ։ 3 տարվա ընթացքում ընդամենը ես տեսել եմ, որ մի հատ հայեցակարգ է հաստատվել 2023 թվականի փետրվարի, եթե չեմ սխալվում, որը ուղղակի հայեցակարգ է, որտեղ նշվում է, որ մեծ առումով ապահովագրությունը լավ բան է, մի քանի էջանոց փաստաթուղթ։ Չեն ներառել մասնագետների բոլոր ճյուղերից, որ անհրաժեշտ է, հա, եւ այդ պատճառով որևէ մի փուլ մտնելուց առաջ, հա, ենթարկվում են այդ խնդրին, այն խնդրին, որ չի իրականանում ուղղակի։ Կարող ենք խոսել, ամեն ինչ ասել, որ գիտեք, թղթի վրա այսպես է, պետք է այսպես լինի, բայց գործնականում ցավոք սրտի տեղի չի ունենում։ Առողջապահության նախարարությունը գործելակարգերի պատրաստելը պատվիրակել էր առողջապահության նախարարության խորհրդատուներին։ Ապահովությանը վերաբերող գործելակարգը ինքը չի կարող մեկ մասնագետի կողմից գրվել։ Գործելակարգերը պետք է մշակվեն մասնագիտական համայնքների կողմից։ Ժամկետներից վերացարկվելով, իսկ ինչ է մեզ առաջարկում առողջապահության նախարարությունը, յուրաքանչյուր ամիս նվազագույնը 13700 դրամ պետք է վճարենք ստեղծվող պետհիմնադրամ, ընդ որում այսպես ասենք կախ ապահովագրության համար։ Ապահովագրություններն առհասարակ ամեն ինչ չեն փակում։ Մենք ընտրել ենք Հայաստանում ամենաշատ հանդիպող հիվանդությունները, որոնք են օրինակ սրտանոթային, քաղցկեղ, դիաբետ, տրավմաներ եւ այս հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման եւ վերականգնման համար անհրաժեշտ բուժօգնության ծառայությունների ցանկ ենք կազմել։ Աշխատողը իր աշխատավարձից տալիս է կենսաթոշակայինի, չէ, վարձը, տալիս է ուրեմն եկամտահարկինը եւ տալիս է դրոշմանիշայինը։ Պլյուս հիմա գումարվի ապահովագրականը, դուք պատկերացրեք, թե սա ինչ բեռ է։ Առողջապահական ապահովագրության համակարգի առանցքներից մեկն ըստ փորձագետների էլեկտրոնային դեղատոմսերն են, արձանագրենք մասշտաբներով ավելի փոքր ծրագիր։ Բայց առողջապահության նախարարությունը այդպես էլ շոշափելի արդյունքներ չի գրանցում նաեւ այստեղ։ Տարեսկզբի ասուլիսում Ավանեսյանը նշեց իրենց այս տարվա աշխատանքում առանցքային նշանակություն կունենան 3 ծրագրեր, մեկը թվայնացումը, այդ թվում հենց էլեկտրոնային դեղագրերը, հարցրեց 2-3 րոպեի խնդիր է, կարգավորված դեղերի ցանկը փոքր, ինչու չանել այդպես։ Անցան ամիսներ խորհրդարանի ամբիոնից թվեր հնչեցրեց, 110,000 դեղատոմս էին բժիշկները դուրս գրել, դեղատուն 34,000-ներ միայն հասել։ Երկուստեք է խնդիրը, երբ որ վերջին օղակում դեղատոմսի ուրեմն պահանջի կիրառությունը չի պահպանվում, այսինքն անձը մտնում է դեղատուն, հարցնում է դեղը եւ նրանից չեն հարցնում դեղատոմս եւ
բաց են թողում նրան այդ դեղը առանց հարցնելու էլ, այս դեպքն էլ ունենք եւ այստեղ մեր աշխատանքը հենց դեղատների հետ է, որպեսզի չունենանք նման ուրեմն գործելակարգ, նման գործընթաց եւ մյուս կողմից էլ այո բժիշկների մոտ է, որպեսզի մենք բարձրացնենք նրանց կողմից պատշաճ վարքագիծը դեղատոմս դուրս գրելու մասով։ Համակարգը նորմալ չի աշխատում, բժիշկը համակարգիչ չունի։ Ինտերնետ տարատեսակ խափանումներ են լինում, ասում են հեռախոսով հավելված ենք ստեղծել։ Դուք այդ հավելվածը փորձել եք մեկ անգամ բացել եւ տեսնել։ Էլ չասեմ, որ այն ամբողջ ցանկը, որը իրենք պահանջում են, որ բժիշկը լրացնի ամեն պացիենտի համար, այնտեղ այնպիսի ինֆորմացիաներ կան, որ նույնիսկ ցանկալի չի, որ այդ ընդհանուր համակարգի մեջ ներմուծվի։ Կառավարության այս շաբաթվա նիստում գործադիրը չզեկուցվող հարցերով հերթական հետ քայլն արեց էլեկտրոնային դեղատոմսերին առնչվող, այս անգամ էլ հոգեմետ դեղերի դուրսգրումը հետաձգեց։ Հետաքրքրական է, որ այս հետքայլերը մեկը մյուսի հետևից անում են, բայց ոլորտի փորձագետները զարհուրած են։ Դեղատների տուգանքներն են անփոփոխ թղթերին մնում, որ նշանակվել են ժամանակին առանց դեղատոմսի դեղ վաճառելու համար, երբ այդ կարգը մտել էր ուժի մեջ։ Միակ փոփոխությունը, որ տվյալ պահին իրականացնում է առողջապահության նախարարությունը, այսինքն վերջինս է նախաձեռնողը, արդեն իսկ օրենսդրական փոփոխության նախագիծ են դրել, որպեսզի տուգանքները, այսինքն այդ նույն վարչարարությունը ավելի բարձրացնեն, ավելի շատացնեն եւ միգուցե արդարությունից ելնելով նաև բժիշկներին եւ բժշկական հաստատություններին նորից նրանց էլ ներգրավել այդ տուգանքների համակարգի մեջ։ Տուգանքը գիտեք ոնց է հաշվարկվում։ Օրինակ 5 անվանում դեղ է դուրս գրել բժիշկը, ենթադրենք, X դեղը դուրս է գրել, ենթադրենք 10 հապ։ Եթե այդ դեղի համար չկա դեղատոմս, ուրեմն դեղատունը վաճառեց, տուգանքը հասնում է ոչ թե անվանման համար, այսինքն այս մեկ դեղի համար, այլ է դեղից քանի հատիկ վաճառվել է, ամեն հատիկի դիմար 5000 դրամ տուգանք։ Իդեպ Սուրանկյունը հիմնավորումներ ներկայացնելու հնարավորություն ընձեռեց նաև առողջապահության նախարարությանը, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին։ Այնուամենայնիվ, երբ կունենանք բաղձալի ապահովագրությունը, թեկուզ ոչ այնքան նախանձելի տարբերակով, փորձագետների պատասխանները տարբեր թվերի մասին են, բայց ընդհանրություն ունեն, ոչ մեկի նշած ժամկետը մոտ ապագայից չէ, մնացյալն Աստծո հույսին է։ Աստվածը 2027 թվականին ունենա։ 27, 28, 29-ին տեղի կունենա, Աստված գիտի։ Առողջապահական կազմակերպչի կանխատեսումներն ավելի գորշ են։ Եթե այս կառավարման ոճով շարունակվի, կարծում եմ երբեք։ Այնուամենայնիվ, բարձրյալին ապավինած առայժմ մնալ սեփական առողջության հույսին։ Սա է փրկիչ բանաձևը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։